Եթե կա առողջ հարաբերություն դեռահաս ծնող փոխհարաբերություններում, բնականաբար դա անպայման անբաժան մասն է դառնում դաստիարակության առումով։ Եվ որպես կանոն սեռական կրթությունը մենք հասկանում ենք կրթություն սեռական օրգանների մասին, սեռական հարաբերությունների մասին, բայց մենք պետք է այստեղ շատ լրջագույնս մոտենանք այն հարցին, որ սեռակրթության կոմպոնենտներից դաստիարակելն է կին եւ տղամարդ ամբողջական հոգեբանական հատկանիշների համախմբով ուղղված։ Այսինքն մենք դաստիարակում ենք, մոռանում ենք սրա մասին, կին եւ տղամարդ ապագա ընտանիքի կերտողներ որպես կին եւ տղամարդ միջսեռային փոխհարաբերություններին պատրաստ։ Մեզ թվում է, թե եթե մենք խոսում ենք սեռակրթության մասին, դա վերաբերվում է միայն սեռական գործողություններին, սեքսին եւ սեռական օրգաններին։ Ինքը շատ լրջագույն թեմա է եւ այո, երբեմն այցելուները նույն ընտանեկան լրջագույն խնդիրներ ունենալու դեպքում ասում են, բայց մենք որտեղից պիտի իմանայինք, թե տղամարդը իրենից ինչ է ներկայացնում։